Գիտությունը անանուն չէ։ Այս արտահայտությունը ես համարձակվել եմ արտասանել և գրել, հիմնավորելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ԵՄ-ի մինչև 2040 թվականը նախատեսված նոր նպատակի մերժումը։ Եվ երբ ես համարձակվեցի դա ասել, առաջադեմ տղաները կատաղի կերպով հարձակվեցին ինձ վրա։ Ինչու՞։ Որովհետև ես կասկածի տակ դրեցի եվրոպական կլիմայական աստվածաշունչը, որն ասում է, Եվրոպան պետք է որքան հնարավոր է շուտ, որքան հնարավոր է արագ կրճատի ջերմոցային գազերի արտանետումները, անկախ ծախսերից, անկախ ավելացված արժեքից, այն բանից, թե ինչ է կատարվում ԵՄ-ից դուրս այլ երկրներում և այսպես ասած նշանների առկայությունից, որ գոյություն ունեն նաև այլ գործոններ, ներառյալ մարդկային կորուստները, որոնք նույնպես կապված են կլիմայի կայունության հետ։ Իսկ դա ամբողջությամբ անտեսվում է։ Ուստի հայրենասերները հանուն Եվրոպայի հետ միասին մենք որոշեցինք կազմակերպել մի քանի հանդիպումներ, քննարկելու բոլոր փոխկապակցվածությունները և ողջ բարդությունը, որը կապված է կլիմայի կայունության, կլիմայի փոփոխության, կայուն զարգացման, ինչպես նաև հանրային առողջության հետ։ Եվ թեմաներից առաջինը նվիրված է նանոպլաստիկին։ Ինչու՞։ Որովհետև նանոպլաստիկը համեմատած օրինակ միկրոպլաստիկի հետ, այնքան փոքր է, որ նրա համար շատ ավելի հեշտ է ներթափանցել օրգանիզմի բջիջներ և հյուսվածքներ։ Բացի այդ, այն ազդում է, օրինակ, օվկիանոսների կողմից CO2-ի կլանման վրա, միաժամանակ փոխելով ծովի ջրում միկրոֆլորայի կենսունակությունը։ Պարզ ասած, նանոպլաստիկը դարձել է հրատապ խնդիր ոչ միայն հանրային առողջության, այլև կլիմայի փոփոխության համար։